40,000 դրամայի տեղ էի առնում, ոչ մի տալիս ենք եղել։ Այսինքն 30-40,000 էլ չեք տալիս։ Հիմա տեսեք, այս բանը էֆեկտը կրկնակի է ստացվում։ Մի կողմից թոշակի ավելացում, մի կողմից է պարոն Միրզոյան, չլսեցիք։ Մարդը նախկինում 30, ասում է 30-40,000 դրամ փող էր տալիս դեղեր առնում, հիմա այդ 30-40-ը առողջության ապահով։ Այսինքն, այդ որ ասում էինք, այդ որ բան էին սարքի, ասում էինք, ինչ էի ասել ես, ասում էի ես 10,000 դրամ մենք մտածել ենք, առաջինը 10,000 դրամ որ ավելացնենք, թոշակառուն ինչի վրա է ծախսելու, եւ մեր վերլուծությունը ցույց էր տալիս, որ առաջնային կարիքը դեղն է, հիմի ստացվեց, հələ այս թոշակի ավելացումը հաշվի չառնենք, հիմի ստացվեց, որ մենք ձեր ծախսը միջև այս թոշակի 30-40,000 դրամով ավելացրինք, բանը, պակասացրինք 30 թոշակը անուղղակի։ Աշխատել եմ 41,000 դրամ են տվել։ Բայց կներեք։ Արդեն 62 տարավ։ Չէ։ Մի րոպե։ Ներողություն։ Բայց նախկինում դուք միջև հունվարի 1-ը դուք ասացիք, որ 30-40,000-ը դեղերի վրա եք ծախսում։ Այսինքն այդ թոշակը չկար։ Իրականում փաստացի կար, հիմա 30,000-ը չեք ծախսում, դեղը ստանում եք, 30 այն 10-ը հələ 40 եք ասում, 10-ը 30,000 դեղը ստանում եք, 30,000 թոշակը մնում է, 10,000-ը ավելանում է, պլյուս 10,000 էլ հեչ վճարից, այսինքն ստացվեց, որ նախկին բանաձևով համեմատած, դուք ճիշտ նշեցիք, դառավ 80,000 դրամ։ Տենց ասացված կա, որտեղ փողը շատ չի լինում, փողը պետության համար։ Ինքս ինձ վրա եմ զգում, որ ասենք սաղ կյանքս աշխատել եմ 41,000 դրամային թոշակ եղել, մի տարում է 72,000 դրամ։ Մի քանի տարվա մեջ, 8 տարվա մեջ կապրծացել։ Հիմա առիթը տվիք, ես առաջիկայում մի հատ հայտարարություն եմ անելու, կառավարության տնտեսական բլոկից ով կա, պարոն Թորոսյան, ես մի հատ եմ որոշում կայացրել, առիթ չէր լինում բան անենք, հայտարարեի, բայց հազիվ այս թոշակառուների հետ։ Հիմա ես մի հատ ուրիշ որոշում եմ կայացրել, որ մենք 27-28 թվականի այդ կորոշենք կոնկրետ ապսատիվը, քանի որ մենք եկանք սպառողական զամբյուղին հասանք, հիմա որպեսզի մենք հետ չգնանք ամեն տարի մենք գնաճի չափով առնվազն ամեն տարի գնաճի չափով մենք կավելացնենք թոշակ